Մարդ կա տանը։ Պապ։ Դու էիր այդտեղ դրել։ Չէ։ Քեզ մոտ է եղել։ Չես էլ հարցնում, վստահ ասում ես։ Ուրեմն հրաշքով է դարակում հայտնվել։ Հնարավոր է դարակում է եղել, բայց դու չես նկատել։ Ես երեխա չեմ, Նարե։ Պապ, սովորական ժամացույց է։ Ինչ ես տենց հատուկ վերաբերվում։ Ինչ խնդիր կա։ Կորել էր, հիմա գտել ես։ Կամ ես ինչի պիտի վերցնեմ այդ ժամացույցը։ Որ վերցնեմ ում պիտի տամ։ Սովորական ժամացույց է։ Թե սովորական չի։ Ոնց եղար։ Վրամ։ Վրամ, ինչ եղավ քեզ, վրամ, Բայց շատ լավ տարածք էր, ինձ թվում է հարմար է լինելու։ Հա, քերին ծանոթ ունի։ Սկզբի համար շինանյութ կվերցնենք, մի հատ խանութ կդնենք, հետո մինչև կհասկանանք ինչ է լինում։ Ինձ թվում է այսօր շինանյութի գործը լավ էլ կստացվի։ Հա, հարց չկա, շատ լավ գործ է, բայց մեր մոտ կստացվի։ Բայց ինչի պիտի չստացվի, ախպերս։ Հայկու էլի մի տեսակ ես, ինձ է թվում, կարող է միշտ է սենց եղել, ես չգիտեմ։ Այսինքն։ Դե սենց խառը ցրված ես մտքերով, կարող է այն աղջիկն է պատճառը, Նարեն։ Դու ինչ ես մնում Նարեին հիշում։ Նեղվում ես, ախպեր ես։ Չէ, ինչից պիտի նեղվեմ։ Դե չգիտեմ, երեք Նարեի անունը տվեցին, ես խառնվեցին իրար, այսօր էլ։ Ու քիչ էր մնում սպանես ինձ Նարեի անունը տալուց հետո։ Կարող է մի բան կա։ Ինչ պիտի լինի, Վարո։ Դե ես իմ մտածում եմ կարող է։ Դե լավ էլի համբերությունս է ստուգում։ Քեզ թվացել է, ոչ մի բան էլ չկա։ Իսկ կոնկրետ ինչն է թվացել։ Նարեին վերաբերվող ցանկացած բան քեզ թվացել է, Վարո։ Լավ, վերջել բան չեմ ասում, բայց լավ մի խոսքով փակեցինք թեման։ Վրամ ոնց ես։ Լավ եմ, Սոնի։ Ոնց ես, լավ, մենք հենց հիմա գնում ենք հիվանդանոց։ Ոչ մի հիվանդանոց։ Վրամ, բայց ինչ անեմ։ Սոնա, լավ եմ, ուղղակի աչքերս եմ փակում։ Էդ էլ երևի հոգնած եմ դրանից է։ Վրամ, խնդրում եմ, դու թույլ ես, արի գնանք հիվանդանոց, շատ եմ խնդրում։ Սոնա, ասում եմ, լավ եմ։ Վրամ, ուրեմն ես քեզ ձեր տուն կտանեմ։ Կխոսանք նոր։ Վրամ, խնդրում եմ, եթե դու չես ուզում, որ ես վախից ինձ կորցնեմ, ձեր տան հասցեն ասա, դու անընդհատ թույլ ես, ես ինչ եմ անելու։ Կասեմ։ Ես Նարեն կզանգեմ։
Վրամ։ Վրամ։ Սոնա, ես լավ եմ, ուղղակի աչքերս եմ փակում։ Դու մի վախեցի ու մենակ ուղիղ քշի, մնացածը կասեմ, հա։ Սովորական ժամացույց է։ Բայց սովորական չի, որ ես սկսել եմ քեզ չվստահել, Նարե։ Ես այդքան էլ չեմ ծերացել, որ չհիշեմ, որ իրը որտեղ եմ դնում։ Ու այդքան էլ փոքր չեմ, որ հրաշքների հավատամ, կամ իրերը իրենք իրենց համար տեղաշարժվում են։ Հավատա, Նարե, ես ուզում եմ քեզ վստահել, բայց վախենամ մենակ իմ վստահությունը բավարար չէ։ Լավ, իսկ կլինի հիմա ես քեզ հարց տամ։ Այդ ժամացույցը ես ինչի համար պիտի վարձնեի։ Այն ժամանակ իմ մոտ էր, որովհետև մաման խնդրել էր, որ տանեմ վերանորոգման։ Հիմա ես ինչի պիտի վարձնեմ այդ ժամացույցը։ Ինչի քեզ պիտի խաբեմ։ Ու հետո բերեմ դնեմ տեղը։ Պատճառ չունեիր վերցնելու այս ժամացույցը։ Ալա։ Խոսում ենք, Նարե։ Նարե, դու տանն ես։ Հա, Սոնա։ Տանն եմ։ Ինչ է ձայնը դողում։ Վրամը լավ չի, ես իրան հենց հիմա տուն եմ բերում։ Ոնց լավ չի։ Ինչ ա եղել։ Քո հետ է Վրամը։ Հա, իմ հետ է, մենք ճանապարհն ենք 5 րոպեից կհասնենք, դուրս կգաս, չէ՞։ Լավ, հասկացա քեզ։ Վրամը իրան լավ չի զգում, Սոնան տուն է բերում։ Էլի այդ Սոնան։ Ես Սոնայի անվան հետ Վրամի անունն էլ տվեցի։ Հետո էլ կասես, որ զզվում ես ինձանից, բայց դուրս ես եկել ու ինձ ես դիմավորում։ Համ դուրս ես եկել, որ ինձ դիմավոր ես, համ էլ քեզ սենց ես պահում։ Արմո, չգիտեմ այս անգամ ինչ ես հորինել, բայց ազատ ինձ քո ներկայությունից։ Չհասկացա։ Պարտադիր չեմ հասկանում։ Արի մեքենային հենվի մի քիչ ուշ հավաքի, հա, արի։ Վրամ, ինչ ա եղել։ Ինչի ես այս վիճակում։ Նարե, չգիտեմ, բայց եկել էր, որ հետս խոսեր ու Լավ, կարևոր չի, եկեք տուն գնանք։ ձեր տուն չէ, ես ձեր տուն չեմ գա, Նարե։ Ես հիմա կգնամ, բայց կսպասեմ զանգի, որ ասես ոնց եղա։ Լավ։ Մնում ես, Սոնա։ Վրամ գժվեցիր, ես ձեր տուն չեմ գա։ Կխոսանք, հետո կգնաս, հա։ Վրամ ջան, որ լավ չէիր, զանգեիր, ես գայի քեզ օգնել։ Սպասեք օգնեմ։ Պետք չի, Արմո։ Սոնան կօգնի։ Արի, Սոնա։ Վրամ, չէ, ես չեմ գա։ Սոնա, կխոսանք, հետո կգնաս, հա։ Վրամ, դու թույլ ես ու լավ չես, հենց լավ կլինես, նոր կխոսանք։ Նարը ինձ թվում է ջերմություն ունի, դրա համար էլ սենց թույլ է։ Սոնարի գնանք տուն, հա։ Արի, հանգիստ եղի։ Կարծեմ պապատ տանն են։ Ու
Վրաման հարնարը։ Սոնա ասացի կխոսանք կգնաս։ Ոնց թե վատացել է։ Դե չգիտեմ, զանգել էին Նարեին։ Վրամ ջան։ Հիմա թող Վրամն ու Սոնան բարձրանան վերև, Վրամ իրան վատ ազգում։ Հետո կքննարկենք ամեն ինչ։ Սոնան ինձ կօգնի։ Ես գնամ իրանց օգնեմ։ Արդեն տուն են բերում Սոնային։ Ես ինչ բան է, ասենք թե Վրամը ասել է, որ գա։ Ոնց ա մտել մեր տուն։ Անի կլինի սոս մնաս։ Ջուր եմ ուզում։ Նարե ջերմաչափել կբերես։ Հա, ես հիմա ամեն ինչ կբերեմ։ Ոնց ես։ Լավ եմ։ Շատ լավ եմ։ Սերքս կարաս այսքան պինդ չբռնես։ Արդեն էստեղ եմ չեմ գնալու։ Ընդհանրապես։ Մրսում ես։ Չէ, Սոն։ Նորմալ է կանցնի։ Բարձր ջերմություն ունես, սենց չի կարելի, պետքա բժիշկ կանչենք։ Լավ եմ։ Ինչ եղավ Վրամը պարկեց։ Հա, պարկել է։ Ջուրը ու ջերմաչափ են ուզել, մենք հասկանանք ինչքան է ջերմությունը բարձրացել։ Ախր 1000 անգամ ասեցի դուրս մի արի, վատ ես։ Վերքներ արնահոսում էր։ Ինձ թվում է ճիշտ կլինի բժիշկ կանչենք։ Հա։ Կկանչենք։ Իսկ չի ուզում գնա այդ աղջիկը։ Այդ աղջիկը Վրամին է օգնելու տուն բերել։ Նենց դիմավորեցիք, ոնց որ թե մեծ մեղք էր գործել։ Ու ասեմ իմացեք, որ իր համար շատ ավելի տհաճ է, քան մեր։ Չէր ուզում ներս մտներ։ Վրամն է համոզել։ Պաստորեն հիմա էլ Սոնան։ Սոնայի շահերի պաշտպանն ես դարձել։ Սա քո պետք չի։ Հիմա դրա ժամանակը չի։ Եթե ախպերդ այսքան թասիբ ունենար, ու խոչ պիտի քաշեր դրանց տան վրա դրա վրա էլ հետը։ Ումա սեր տալիս, Դրա բարեկամների պատճառով չէր, որ տունը սև ու սուք մտավ։ Այդ դեռ հարց է, պապա ջան, թե ում պատճառով։
ու ում տունն է սուքով լցվել։ Նարե վրամը քեզ է սպասում, ջուրն ու ջերմաչափը տար։ Մենք դեռ կխոսենք, Նարե։ Վերջին օրերին մի քիչ շատացել են կիսատ խոսակցությունները, ու դա հեչ ինձ դուր չի գալիս, Նարե։ Քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Վրամ մենք կհասցնենք խոսել, հիմա մի քիչ հանգստացի, հա։ Բայց եկել է իմ հոտդ, որ խոսեինք։ Գիտեմ, բայց խոստանում եմ, մենք դեռ կհասցնենք խոսել։ Չեմ ուզում հետոյի թողեմ, Սոն։ Սենց բան ես առաջին անգամ եմ զգում։ Նենց տպավորությունա ոնց որ ես էլ ինձ չճանաչեմ։ Զգում ես, չէ՞ որ մի տեսակ փոխվել եմ։ Վերջ ջուրն ու դեղը բերեցի։ Նարե, մեզ մենակ կթողես։ Վրամ մենք դեռ կխոսենք, արի դու հիմա դեղդ խմի, լավ։ Ես գնամ, եթե ինչ-որ բան պետք լինի, կկանչեք։ Իսկ բժիշկ կանչել եք։ Ինձ թվում է մաման արդեն զանգել է շտապօգնություն։ Նարե, խնդրում եմ դուրս արի։ Վրամ մենք հիմա անում ենք նենց, ոնց ես եմ ասում, լավ։ Հիմա դու դեղդ ես խմում, որովհետև էլ չեմ կարող քեզ այս վիճակում տեսնեմ։ Ու հետո որ ասածս անես, կհավատամ, որ փոխվել ես։ Մի փոքր ջուր խմի մինչև։ Չի պատասխանում։ Կարող է գործ անում։ Չէ, պիտի վերջացած լիներ արդեն, երբեք այսքան երկար չի մնացել այստեղ։ Դե լավ արի մտնենք ներս, կարող է չի լսում ուղղակի։ Վայ, բարև ձեզ, ես ինչ հաճելի անակնկալ էր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ ես, Հայկ ջան։ Հա, լավ եմ, Լիլիթ ջան, վերջացրել եք արդեն։ Հա, ես վերջացրել եմ։ Բա Սոնան դուրս չի գալիս։ Սոնան շուտ է դուրս եկել։ Ոնց շուտ է դուրս եկել։ Դե գիտես ոնց։ Հիմա ուզում ես ինձ խաբես։ Չէ, ես ոնց կարող եմ քեզ խաբեմ։ Ուր ա գնացել։ Չգիտեմ։ Ազնիվ խոսք չգիտեմ։ Դուրս եկավ, փոշմանեց հետ եկավ, հետո նորից գնաց, հետո նորից եկավ, ուտեց մի քանի անգամ մինչև վերջնական գնաց։ Ես ինչ խառն եք։ Դա տենց բան։ Բայց արդեն սովորել ենք։
Մի արա։ Ոնց էր դեղը խմեց։ Դե Սոնան մոտնա պիտի, որ արդեն լավ լինի։ Դու շտապօգնություն կաչեցիր։ Չէ, զանգեցի իր բժշկին, ասեց ջերմիչեցնող տանք միջև վաղ վերքը զնի։ Լավը գոնե Սոնան հետն է եղել։ Պատկերացնում ես ինչ կլիներ այդ վիճակում ղեկին։ Էդ էլ մի ուրիշ մտածմունք է, որ տեսնում եմ ոնց երեխես այդ աղջկան սիրում, սիրտս կտոր է լինում։ Ախր տենց չի կարելի։ Մենակ թե ոչ Սոնան։ Հատկապես նրանից հետո, որ իմացանք Աշոտի մասին։ Հա, բայց մամ, նրանից հետո ինչ որ իմացանք, դու պիտի չէ քո վերաբերմունքը փոխեիր։ Ինչ ձև դիմավորեցիք այդ աղջկան։ Բա ինչ անեմ, Նարե։ Հենց աչքիս առաջ գալիս է այն պահը, որ բոլորը կիմանա, խելագարվում եմ։ Իմիջիալից ուզում եմ դու իմանաս։ Ես սկսել եմ հորքուրի մասին տեղեկություններ մանգալ։ Ինչի համար։ Հորքուրս է, մամա։ Նարե, գժվել ես, ես ինչ խաղերի մեջ ես մտնում։ Դու հասկանում ես։ Դու պատկերացնում ես, եթե հորքուրդ գտնվի, ինչ ա լինելու։ Սուրճը թափվում է։ Նարե ջան, խնդրում եմ քեզ։ Մի արա, խնդրում եմ քեզ։ Արմոն դեռ այստեղ է։ Հա։ Այս սուրճն էլ իրանն է, կարողա տանես։ Չէ, մամա, դու տար։ Կներես։ Μα չեմ հասկանում, այս աղջիկը ինչի չի պատասխանում։ Կարող է բան ա եղել։ Չգիտեմ, բայց Աստված չանի, որ իմ մտածածը լինի։ Ինչ ես մտածում։ Որ կարող է այդ վռամի հետ լինի։ Հա։ Հայք, հիմա տեղս հարմար չի, հա, բայց արդեն տուն եմ գալիս։ Ամեն ինչ լավ է, դու ինձ տանը սպասի, կգամ կխոսենք։ Հա։ Արի գնանք տուն։ Էդ ինչ կարևոր բան ունեիր ինձ ասելու։ Մարգարիտ Թորմը նորից հայտնվել։ Ինչի նոր է հայտնվել։ Հայկի մասին չի խոսքը։ Միքոն է եկել։ Միքոն։ Հա, Հայաստանում է։ Այն նոր տղեկը գյուղում են տեսել։ Ինչ որ բան պետք է անել ձեծակո։ Չէ, Արմա, ոչ մի բան։ Ինձ խնդիրներ պետք չէ։ Ուղղակի զարմացա, որ եկել է։ Իմ իմանալով պիտի ահագին խնդիրներ ունենար։
Վրամը քնեց։ Ես արդեն պետք է տուն գնամ։ Ես քեզ կտանեմ։ Պապ, ես Սոնային տանեմ ու գամ։ Իսկ չի լինի Սոնային տաքսիով ճանապարհենք։ Իսկ չի լինի դու մեր ընտանեկան գործերին չխառնվես։ Արմոն ճիշտ ասում։ Տաքսիով ճանապարհեք։ Ինչի՞։ Եթե Վրամը իմանա տուն գնալն էլ է խնդիր դարձել, լավ չի լինի։ Նարե պետք չի, ես կգնամ։ Ես քեզ կտանեմ։ Հաջողություն։ Ինչա կատարվում աղջկա հետ։ Սոն ջան, դու նստի, ես հիմա կգամ։ Լավ։ Գնանք։ Էս Հայկն ու Լիլիթը էս ինչքան են զանգել։ Դե երևի անհանգստանում են։ Երևի։ Սոնա աղջիկ, ուր ես կորել։ Հայկը սնգած քեզ աման գալիս։ Մեղք չի այդ տղեն, որ տանջում ես։ Զանգի անպայման կամ գրի ուր ես։ Գոնե ես Հայկին ասեմ։ Դու չգիտես, որ ինքը ջղայնացած է, իմ տրամադրությունն էլ անկնում։ Էս Լիլիթի խոսելաձևն է սենց։ Ես ինչ-որ բան ասեցի։ Կներես մի քիչ կոպիտ ստացվեց, ուղղակի շատ լարված եմ Վրամի համար։ Ես ինչ-որ բան ասեցի։ Հայկո գլուխը սֆռած։ Մի քիչ որ հետը փափուկ եղա, իրան թված ամեն ինչ անցավ։ Հանգստած ետ աղջիկը ոչ մի բան հələ չի հասցրել ասել, բայց դու արդեն ջղայնացել ես։ Իրա տեղը համ պատասխաններն ես որոշի, համ է արդարանալը։ Շունչ քաշի կգա կասի։ Հերիք չբերեցիր, հիմա էլ մինչև դուր ես ճանապարհում։ Դե Վրամի պիտի ասեմ, որ ապով տեղ ես ասել։ Կարող է ներս գաս։ Չէ, ներս չեմ գա, բայց կխնդրեմ Հայկին բան փոխանցես։ Հայկը տանն է, կարաս ներս գաս, ինչ որ պետք է ասես։ Չէ, Սոն, ներս չեմ գա, ուղղակի խնդրում եմ։ Հայկին փոխանցի, որ մի քան Հայաստանում է։ Ինչ։ Հա, Սոն, փոխանցի, որ մի քան Հայաստանում է։ Ու ասա, որ այս ինֆորմացիայից ավել ոչ մի բան ես չգիտեմ։ Գյուղում տեսնողներ են եղել։ Բայց այդ հաստատ է, որտեղից գիտես։ Սոն, այդ կարևոր չի թե որտեղից գիտեմ։ Դու Հայկին այդ փոխանցի։ Մեկ էլ ասա, որ ինձ չզանգի, որովհետև ես ավել բան չգիտեմ, իմաստել չունի։ Լավ, դու չես պատկերացնի ինչ կարևոր բան ասեցիր։ Գիտես ոնց է փնտրում Միքոին։ Գիտեմ։ Ինձ կզանգես, չէ՞, կասես Վրամը ոնց է։ Անպայման։
2 ժամա գալիս է տուն, ուրա։ Նորմալ է ես։ Հայկո, հավաքի քեզ։ Բարև ձեզ։ Ուր ես։ Ինձ կներեք, ես բարձրանամ սենյակ էլի։ Ես հանգիստ կպահես։ Ասում եմ ուր ես, Սոնա։ Վրամի տանն էի։ Այսինքն վրամի հետ էլ չէ, վրամի տանը, հա։ Դու նորմալ ես։ Այս բժիշկն է նշանակել։ Լավ։ Ես կբերեմ։ Ոնց է իջավ տաքությունը։ Չէ, դեռ մինչև էր չի իջել։ Մոտը չես մտնելու։ Չէ։ Դե դեղերը շուտվեր, որ արդեն պիտի սկսի խմել։ Հայկ պատմությունը այսքանն էր։ Վրամը ուշագնացության աստիճան վատ էր, եթե իր փոխարեն ուրիշն էլ լիներ, մեկը նույն ձև օգնելու էի։ Հասկացանք, որ վատ էր, Սոնա։ Մարդ կանչեիր, թող գային տանեին իրանց տուն։ Մտքովս չանցավ։ Դու հասկանում ես, որ այս պատմությունը արդեն ինչքան տեղ ունի սխալը գնում։ Հա? Հասկացանք, որ քեզ էին կրակում կպավ վրամին։ Հասկացանք, որ վատ էիր, անհանգիստ էիր, գնացինք հիվանդանոց, քո խաթր, բայց այդ չի նշանակում, որ դու պիտի դրա հետ կապ պահես։ Հայկ, ես վրամի հետ կապ չեմ պահում։ Սոնա, եթե կապ չես պահում ու գնում ես դրանց տուն, բա որ կապ պահես ինչ կանես։ Դու մոռացել ես, որ դրանք մեր թշնամիներն են։ Դու մոռացել ես, մենք բոլորս ինչերի միջով անցանք։ Հայկ, խնդրում եմ։ Եթե ես ինձ դնեմ մի կողմ, հաշվենք ես չկամ։ Դու մեկը սիրահարված ես։ Այնքան սիրահարված ես, որ չես հասկանում ու չես գիտակցում, թե կողքերդ ինչ է կատարվում։ Ես էլ եմ եղել այդ իրավիճակում, Սոնա։ Այդ ժամանակ դու կարելի ու չի կարելիների մասին մոռանում ես։ Եթե ես քեզ հիմա արգել եմ, եթե ես գոռամ, որ դու չգնաս ու չշփվես վրամի հետ, մեկը դու գնալու ես, մեկը մի ելք գտնելու ես ու գնալու ես էլի վրամի մոտ։ Դու գիտես քուրը ով է աղբոր համար, հա? Քուրը աղբոր պատիվն ու անունը բարձրացնող ու ոտնատակ տվողն է։ Եթե պետք լինի, Սոնա, եթե պետք լինի, ես ամբողջ աշխարհի դեմ դուրս կգամ։ Մենակ քո մազը չծռվի։ Բայց դու հասկանում ես, որ իմ ձեռքը կտրում ես քո այդ քայլով։ Դու հասկանում ես, որ եթե գնում ես վրամի մոտ, ինձ խոսալու տեղ չես թողնում, իմ լեզուն կտրում ես, Սոնա, հասկանում ես։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Լսի, դու մի քանի ամիս ես ճանաչում վրամին։ Ես ամբողջ կյանքս գիտեմ դրան։ Մանկությունից գիտեմ, իրան էլ, իր ընտանիքին էլ։ Քեզ թվում է Կարոն այդքան ուժ ու խելք ուներ, որ Արփիին կարողանար փախցնել, հա? Հա? Չէ, Սոնա։ Այդ ամեն ինչը վրամն է կազմակերպել։ Այդ բոլորը գիտեն։ Այդ ամեն ինչը կազմակերպել է վրամը։ Ես քեզ աչքերս փակ կվստահեմ։ Աչքերս փակ, բայց վրամին չեմ կարա, Սոնա։ Ես լավ գիտեմ, եթե վրամը իր մտքին ինչ-որ մի բան դնում է, անպայման դրան հասնելու է։ Անպայման։ Սոնա, ինձ նայի։ Ես պատրաստ եմ քո համար ամեն ինչ անեմ։ Ամեն ինչ պատրաստ եմ անեմ ու միջև վերջ հետդ եմ, տերեմ քեզ։ Բայց դու ես բաներ ես անում, որ ես խոսալու տեղ չունեմ։ Դու ես բաներ ես անում, որ ես կանգնելու ու գլուխս կախեմ մարդկանց առաջ։ Հայկ, խնդրում եմ, հերիքա։ Որոշել էիր, որ պիտի գնաս, չէ՞ վրամի հետ։ Որոշել էիր, չէ՞։ Դու էլ հասկացար, որ կործանում ես քեզ։ Ու հետ եկար։ Հիմա ինչ փոխվեց, որ նորից գնացիր վրամի մոտ։ Ինչ փոխվեց, որ գնացիր դրանց տուն, Սոնա։ Այսօր գնացիր Ադամյանների տուն։ Կարող է վաղն էլ գնաս ու էլ հետ չգաս, հա?
Ես արդեն չեմ զարմանա։ Ես արդեն չեմ զարմանա, Սոնա։ Լսի, եթե դու մտածում ես, որ իրանք կմոռանան են ինչ եղել, չէ, այտենց չի լինելու։ Ոչ իրանք են մոռանալու։ Ոչ էլ ես եմ դրանց ներելու։ Եթե որոշել ես, որ պիտի գնաս, հենց հիմա գնա։ Եթե որոշել ես, որ պիտի գնաս, հենց հիմա գնա, Սոնա։ Մի ձգձգի ոչ մի բան։ Ու որոշումը տնես կայացրա, որ բոլորս իմանանք, ու բոլորս հասկանանք, թե որոշումը ինչումն է։ Ոչ Ադամյաններն են լեզու գտնելու, ոչ էլ մենք իրանց հետ։ Որոշի։ Կամ մենք, կամ վռամը, Սոնա։ Որոշի, կամ մենք, կամ վռամը։